Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հուլիսի 4-ին, երբ լրացավ օրենքով նախատեսված այդ երկշաբաթյա ժամկետը, Սահմանադրական դատարանը հրապարակեց իր վճիռը, կապված այն հայցերի հետ, որոնցով դիմել էին մի շարք քաղաքական ուժեր եւ պահանջում էին չեղարկել արդեն կայացած հունիսի 7-ի պարլամենտական ընտրությունները։ Սահմանադրական դատարանը հավաքվեց հենց 6-ից մի քանի րոպե պակաս երեկոյան եւ այսպես տևեց հաշված վայրկյաններ, որ հայցը քննարկվել է եւ որոշում է ընդունվել բոլոր հայցերը մերժել։ Իհարկե դրան հետևում է նաև եւս, եթե չեմ սխալվում, երրորդյա ժամկետ, որի ընթացքում արդեն համապարփակ ձևով այդ ողջ հիմնավորումներով որոշումը ամբողջական ձևով կհրապարակվի։ Դրա հետ կապված հանուն հանրապետության կուսակցությունը, որը այդ հայց ներկայացնող կուսակցություններից մեկն էր եւ հայցը տարբերվում էր մնացած բոլոր կուսակցություններից եւ ըստ էության կապ չուներ դրանց հետ, այլ նաեւ հայցեր հենց այդ կուսակցությունների ընդհանրապես ներգրավվածության վերաբերյալ եւ այդ կուսակցությունների համար ընտրակաշառքի այդ զանգվածային դեպքերին գնահատականի պահանջով այդ հայցը եւ գնահատականից էլ բխող գործողություններով հանդես եկավ հայտարարությամբ, որով համարեց, որ որոշումը ըստ էության ամբողջապես չի պատասխանում մեր հայցին, ուր է գնահատականը, թե այդ միջավայրը, այդ մեխանիզմը, որով իրացրել է ժողովուրդը իր իշխանությունը, որը տալիս է հենց այդ սահմանված է սահմանադրությամբ, որքանով է դա եղել իրագործելի, երբ տեղի են ունեցել նման խախտումներ եւ որն է եղել այդ նշանակությունը եւ այդ ամենը շարունակում է մնալ սպառնալիք մեր պետության համար։ Դրան հետևեց այդ այսպես կոչված անդիմադիր ուժերի ինչ-որ հավաքներ, խորհրդակցություններ եւ պարզ դարձավ, որ նրանք այնուամենայնիվ իրենց ներքին քննարկումները վերցնել թե չվերցնել մանդատները ավարտեցին եւ որոշեցին այնուամենայնիվ վերցնել։ Իսկ քաղաքացիական պայմանագրի կողմից խորհրդարանի նախագահի պաշտոնին ներկայացվող տեխնացու Ռուբեն Ռուբինյանը, որը դեռ գործող ազգային ժողովի նախագահի տեղակալն է, ասաց, որ դա ձեզ միևնույն է չի փրկելու։ Որովհետև նախ լեզուները երկարել է մինչև այդ դրանք լեզուները կարճացվելու են, առաջինը, երկրորդն էլ բոլոր նրանք, ովքեր ներգրաված են եղել այդ կաշառատվության, այդ զանգվածային գործընթացում, բոլորը առանց բացառության պատասխան են տալու միևնույնն է, ասում է Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն դա էլ հարցեր է առաջացնում այն իմաստով, որ դրանք եզակի դեպքեր չեն, դրանք առանձին դեպքեր չեն, այլ այդ ամենը գործել է մեկ դիտավորությամբ, մեկ նպատակին ծառայելու եւ ըստ էության այդ պրոցեսի արդյունքում մենք ունենք 500,000 քաղաքացի, որը այս արդեն էությամբ աղավաղված ընտրության մեջ ընտրությունը կատարել են ընդդեմ պետության փաստորեն։ Փորձենք հասկանալ
Եվ այդ նպատակով ես հարգարժան հյուր եմ մի հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է իրավաբան, փաստաբան, իրավագետ, Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքախորհրդի անդամ, մեր կուսակցությունը սահմանադրական դատարանում ներկայացրած Վահագն Մարտիրոսյանը, բարև եք եկել, պարոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ Ես եմ եմ ուրախ։ Կիրակի օրով հրավերս ընդունելու համար։ Եվ ուրեմն, պարոն Մարտիրոսյան, այդ էպոպեյան, այսպես ասենք, սահմանադրական դատարանի ավարտվեց, հրապարակեցին վճիռը, դրանից 3 օր անց էլ կհրապարակեն արդեն ամբողջությամբ, հա, եւ մեր կուսակցությունը դրա հետ կապված մտահոգություն հայտնեց։ Ինչպես եք դուք որպես մեր կուսակցության ներկայացուցիչ լուծում տեսնում այնուամենայնիվ այս փուլից հետո այն հարցերի, որը մեր կուսակցությունն է բարձրացրել, եւ որպես իրավաբան ինչպես եք տեսնում այս լուծումը, որովհետեւ այլևս ակնհայտ է, որ այս ընտրությունները պետք է լինեն վերջինը, որտեղ այս գործոնը որևէ նախ տեղ է գտնում եւ երկրորդն էլ դեր է ունենում։ Այո։ Համաձայն։ Տեսեք, Սահմանադրական դատարանը ընդհանրապես որոշում կայացնելով, հրապարակելով դրա եզրափակիչ մասը, ֆունկցիոնալ մասը։ Այո, եզրափակիչ գործողություն պահանջող մասը, ըստ էության որոշեց, որ ընտրությունների արդյունքները թողնում է նույնությամբ եւ դրանք փոփոխության ենթակա չեն։ Այո, չի չեղարկվել։ Այո, չի չեղարկվել, սակայն շատ կարևոր մի հատված կա չհրապարակված մասը, որը պետք է հրապարակվի երրորդյա ժամկետում։ Այո։ Եվ ամենաուշը հուլիսի 7-ին մենք կունենանք նաև դա, ու շատ կարևոր է հասկանալ Սահմանադրական դատարանը ինչ պատճառաբանություններ է ներկայացրել։ Ինչի է դա կարևոր, որովհետև եթե մնացած դիմումատուների փաստարկները վարչական ռեսուրսի վերաբերյալ մնացած հիմքերով բյուջե են գերազանցել եւ դրանք զուտ գնահատողական, ընդ որում սուբյեկտիվ գնահատողական հանգամանքներ են, հիմքեր են, մեր ներկայացրած հիմքերը կոնկրետ պետական մարմինների կողմից ֆիքսված արձանագրված դեպքեր են։ Այո, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական եւ ընտրությունների արդյունքները մնալով նույնությամբ չչեղարկվելով, այդ դեպքերը չվերացան։ Դրանք շարունակում են գոյություն ունենալ, դրանք շարունակում են քրեական վարույթը շարունակվել։ Այո, դրանք շարունակում են քննվել, ընդ որում քանի որ ընտրակաշառակերությունը եւ կաշառատվությունը դրանք գաղտնի տեսակի բաներ են, հանցագործություններ, լատենտ հանցագործություններ են, պարզից էլ պարզ է, որ բացահայտված մասը չնչին հատվածն է, այն իրական գոյություն ունեցող ծավալի, որոնք որ ըստ էության գոյություն են ունեցել այս ընտրապայքարի ժամանակ, նախընտրական շրջանում։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը հաշվի առնելով այս հանգամանքները, որ այդ դեպքերը արձանագրված են պետական մարմինների կողմից, եւ դրանք սուբյեկտիվ գնահատականներ չեն։ Դրանք պետության կողմից արձանագրված դեպքեր են, հանցագործության դեպքեր են։ Եվ Սահմանադրական դատարանը դա չի կարող անտեսել։ Ուղղակի չի կարող, որովհետեւ ուղղակի պարտականություն ունի պաշտպանել սահմանադրությունը։ Իսկ ընտրական իրավունքը սահմանադրության բաղկացուցիչ մասն է եւ հիմնարար մասերից մեկն է։ Երկրորդ հոդվածն ասում է իշխանության կրողը ժողովուրդն է, 7-րդ հոդվածը ասում է, որ ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ընտրությունների միջոցով։ Այսինքն դա բացառիկ մեխանիզմ է։ Պետության հիմքն է։ Այո։ Եվ եթե այդ հիմքը վերանում է, պետությունը եւս վերանում է։ Հետևաբար Սահմանադրական դատարանի ուղղակի պարտավորությունն է պաշտպանել սահմանադրությունը եւ պետական կարգը սահմանադրությամբ սահմանված։ Հետևաբար այդ դեպքերին պիտի անդրադառնա։ Հետևաբար Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ հստակ նշելու է, թե պետությունը իդեմս ներկայիս իշխանության, իդեմս ընտրված իշխանության ինչ պոզիտիվ պարտականություններ ունի կատարելու հետագայում նման դեպքերը բացառելու համար, նման երևույթները բացառելու համար։ Ու այս տեսակետից Սահմանադրական դատարանի որոշումը հիմնավորումների մասով պետական նշանակություն ունեցող փաստաթուղթ է հանդիսանում։
Եվ դրանից էլ կախված շատ բան կարելի է ենթադրել եւ կանխատեսել, թե պետական իշխանությունը ինչ հնարավոր քայլերի կարող է դիմել։ Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, պիտի նշենք մի հանգամանք։ Ընդդիմությունը այն ձևով, ինչ ձևով որ ստացել է իր ձայները, դրա հետևանքները կրելու է հետընտրական ժամանակահատվածում, կարծում եմ Սահմանադրական դատարանի համապատասխան հիմնավորումներից եւ ռեկոմենդացիաներից հետո անդիմությունը կրելու է ուղղակի հետևանքները, որովհետեւ պետությունը ստիպված է լինելու ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման պոզիտիվ գործողություններ կատարել, ապահովելու հետագայում ընտրությունների անկաշառությունը եւ որպեսզի կամարտահայտությունը ժողովրդի ապահովվի, իրական կամարտահայտությունը։ Հետևաբար այս ընտրություններից հետո Ռուբեն Ռուբենյանի հայտարարությունն էլ իգիտություն ընդունելով հասկանում ենք, որ ակտիվ փուլ ենք մտնում, այդ թվում նաև իրավական բազա ստեղծելու համար, որպեսզի այդ երևույթները ընտրակաշառակերության եւ կաշառատվության բացառվեն ընդհանրապես։ Այս մասով այսքանը։ Պարոն Մարտիրոսյան, մեր կուսակցությունը նաև իր հայտարարության մեջ հեղում կատարեց Մոլդովայի եւ Ռումինիայի փորձին, ընդ որում դա առաջին անգամը չէ, երբ մենք նմանատիպ այս թեմայով տարբեր հայտարարություններում վկայակոչում ենք այդ փորձը, այո, ցույց տալով, թե երբ մենք տեսնում ենք, որ ընտրական մեխանիզմների վրա պարազիտանալով արտաքին ազդեցություն է չարորակ այո դրսևորվում այլ պետության կողմից, պետությունն ինչպես կարողանա ապահովագրել իրեն նման ազդեցությունից։ Եվ մեզ պատասխանում էին, որ դե մերն ուրիշ ԿՀ-ի ղեկավարն ասում էր, որ մենք արմատական տարբերություններ ունենք Մոլդովայի օրենսդրության, մեր ու նրանց օրենսդրությունները եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք էլ ոնց որ հասկանում ենք, ոնց որ մենք ենք օրենքի համար, այլ ոչ թե օրենքն է քաղաքացիների համար, հա։ Իրավաբաններն էլ այդ օրենքը գրել են, որ միայն իրենք հասկանան այդ ինչ օրենք է եւ ինչի համար է, որ միշտ իրենց հարցնենք, իրենք էլ ասենք մեզ տենց գիտահետազոտական բացատրություններ տան, թե ինչու մեր ասածով չպետք է լինի։ Այո։ Իսկ պետությունն էլ պետք է միշտ լինի վտանգի տակ։ Լավ, sense ոնց կլինի, համեցեք։ Տեսեք, Մոլդովայի, Ռումինիայի ու Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտերի մեջ իրականում հսկայական տարբերություն կա։ Ինչու՞մ է դա կայանում։ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ Ռումինիայում նույն գործառույթները կատարող պետական մարմինը ուղղակի լիազորություններ ունեն օրենքով սահմանված։ Հանեն ընտրապայքարից այն կուսակցություններին, որոնք որ ենթադրենք, ասենք, պետական անվտանգության վերաբերյալ սպառնալիք են հանդիսանում կամ ասենք ընտրախախտումների ծավալը այնքան մեծ է, ժողովրդավարությանն են դեմ դուրս գալիս, Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենքով սահմանված ուղղակի նման լիազորություններ ունի։ Մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններ չունի։ Միակ լիազորություն ունեցող մարմինը, որը կարող է որևէ կուսակցության սահմանափակել իր գործունեության մեջ, ընտրություններին մասնակցելու կամ ասենք ընդհանուր կասեցնելու կամ դադարեցնելու գործունեությունը, դա Սահմանադրական դատարանն է։ Որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորվի նման լիազորություններով, անհրաժեշտ է համապատասխան սահմանադրական օրենքի փոփոխություն իրականացնել։ Բայց ցավն էլ հենց նրանումն է, որ այսօրվա ընտրված ազգային ժողովը նման հնարավորություն չունի, այսինքն այսօրվա մեծամասնությունը չունի այն սահմանադրական մեծամասնությունը, որ կարողանա ինքնուրույն միայնակ սահմանադրական օրենքների փոփոխություն կատարել։ Հետևաբար այդ ճանապարհը այս ազգային ժողովի պայմաններում նորընտիր անիրագործելի է։ Միակ տարբերակը, որ այսօր մենք կարող ենք սահմանադրության համապատասխան օրենքներին համապատասխան իրականացնել,
դա Սահմանադրական դատարանն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորություն ուներ ընտրապայքարի ժամանակ դիմեր Սահմանադրական դատարանին, որպեսզի ընտրապայքարից հաներ, բայց ինչպես տեսակ դա չավ։ Այո։ Այսինքն մնում է միայն Սահմանադրական դատարանը այս փուլում։ Մեր կենտրոնականը չունի այդ լիազորությունը եւ ուզենայել չի կարող անել եւ միակ մարմինը այսօր որ կարող է դիմել Սահմանադրական դատարանին, դա կառավարությունն է։ Որոշակի որոշակի պայմանները պիտի վրա հասնեն, որպեսզի կառավարությունը կարողանա այդ դիմումը ներկայացնել կոնկրետ կուսակցությունների կասեցման վերաբերյալ։ Մնացած մասով, որպեսզի Մոլդովայի հնարավորությունները մենք ունենանք, պետք է կատարենք համապատասխան փոփոխությունները, որոնք որ այսօր իրագործելի չեն, դրանք ռեալ չեն եւ այս ազգային ժողովի պայմաններում ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ անդիմադիր որևէ կուսակցության որևէ պատգամավոր նման նախագծի համար կողմ քվեարկի։ Պարոն Մարտիրոսյան, հիմա փաստորեն երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, նել այդ հրապարակում, ինչպես ասացինք, ինչպես տեսանք, վարկյաններ տևեց, միայն այն մասով, որ մերժվում են հայցերը, այո, դիմումները ամբողջությամբ մերժվեցին, բոլոր։ Այդ կուսակցությունների շատ հայտնի փաստաբանները դուրս եկան միջանցք եւ ասենց Ռոբեսպիերի, այսպես կեցվածքով ասացին, որ Հայաստանում բան էլի չկա արդարադատություն, սահմանադրական արդարադատություն էլ չկա, ոչինչ չկա եւ այլն եւ այդպես շարունակ, իսկ արդարադատության նախարարն էլ գրառում արեց արձանագրելով այդ որոշումը, ասելով կեցը ժողովրդավարությունը։ Հիմա Այս ամենը արդեն ինձ ուղղակի մի բանի է հանգեցնում, որ ուզում եմ արդեն ասել, որ կներեք միայն ասելով չի, էլի, ոչ կորչին, ոչ էլ կեցեն, էլի, այդ ամեն ինչը ֆունդամենտ պետք է ունենա, էլի։ Իհարկե։ Համեցեք։ Տեսեք, Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ եւ բարձրագույն մարմինն է։ Այո, որի որոշումները այլևս քննարկման ենթակա չեն, բեկանման եւ բողոքարկման ենթակա չեն։ Այո։ Այսինքն դա դոգմա է դառնում, որպես այդպեսի։ Պատվի առնես եւ գնաս կատարես։ Եվ մենք ուզենք թե չուզենք, պարտավոր ենք ընդունել Սահմանադրական դատարանի որոշումները այնպես, ինչպես որ դա կայացրել է։ Այն բովանդակությամբ, որ դա կայացրել է Սահմանադրական դատարանը։ Մնացած բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթի են եւ քաղաքական գործիչները ազատ են իրենց հայտարարություններում, սակայն ես որպես փաստաբան լինելով ես չեմ կարող այդ նույն ազատությունը ունենալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների մասով, որովհետեւ իրավաբան եւ փաստաբան լինելով ես հասկանում եմ, որ Հայաստանի իրավական դաշտում Սահմանադրական դատարանը այն մարմինն է, որին հավասարվում են մնացած բոլոր մարմինները իրենց դիրքորոշումներում։ Այսինքն մնացած բոլոր մարմինները պարտավոր են իրենց կայացրած որոշումները, դիրքորոշումները արձանցել Սահմանադրական դատարանի որոշումներից։ Եվ ես չեմ պատկերացնում որևէ փաստաբանի, որը որ կասկածի տակ կդնի Սահմանադրական դատարանի որոշումները։ Իսկ այն բոլոր փաստաբանները, որոնք որ կասկածի տակ են դնում, դրանք փաստաբանության շրջանակից դուրս են գալիս, մտնում քաղաքական դաշտ։ Սա այս մասով ստացվում են քաղաքական նպատակ։ Իսկ տենց կարելի է։ Պարոն Մերաբյան, շատ չի կարելիներ կատարվում են այն պատճառով, որոնք որ ուղղակի արձանագրված չեն։ Փաստաբանին արգելված չէ քաղաքական հայտարարություններ անել, բայց փաստաբանը ունի էթիկայի կանոններ, որոնք որ պիտի ըստ էության պահպանի։ Ես իմ էթիկայի կանոնը, բացի նրանից, որը որ գրված է կարգապահական կանոնագրքում, ինձ թույլ չի տալիս Սահմանադրական դատարանի որևէ որոշում կամ վճռաբեկ դատարանի որևէ որոշում կասկածի տակ առնել, որտեղ դա դրանք բարձրագույն իրավաբանական ուժ ունեն Հայաստանի Հանրապետությունում։
Մնացածը արդեն քաղաքական քիմքի եւ ճաշակի հարց է։ Իմ տեսակետից նորից եմ կրկնում, Սահմանադրական դատարանը չի կարող անտեսել եւ որևէ դիրքորոշում չհայտնել այն դեպքերին, որոնք որ արձանագրվել են պետական մարմինների կողմից եւ ուզի թե չուզի Սահմանադրության ուժով պարտավորված է այն պաշտպանելու նպատակով դրանց արձագանքել եւ պետությանը իդեմս կառավարությանը կոնկրետ ուղղություններ ցույց տալ, թե ինչ պետք է անի, որպեսզի պետությունը իր պոզիտիվ պարտականությունները ժողովրդի իշխանության պահպանման եւ ընտրությունների անվիճարկելիության ապահովման նպատակով իրագործի։ Իսկ պետությունը մի ձևով կարող է դա անել։ Իրավական բազա ստեղծելով, օրենքներ փոփոխելով, նոր օրենքներ ընդունելով, օրենքներում, կառավարության որոշումներում եւ այլ իրավական ակտերում համապատասխան լրացումներ կամ փոփոխություններ կատարելու միջոցով։ Այլ գործիք պետությունը չունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ըստ Սահմանադրության իրավական պետություն է նաեւ։ Այսինքն ցանկացած գործողություն պիտի համապատասխանի այդ իրավական պետության տրամաբանությանը, իսկ մեր մոտ այս ձևը Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ, այլ իրավական նորմատիվ ակտեր։ Հետևաբար կառավարությունը այս տրամաբանության մեջ պիտի կարողանա ապահովի այն բոլոր սահմանադրական պահանջները, որոնք որ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ կներառի բացառելու համար այս ընտրություններում տեղի ունեցած խայտառակ իրավիճակների եւ դրսեւորումների, այդ թվում ընտրակաշառքների վերաբերյալ հետագա ընտրությունները ապահովելու նպատակով։ Շատ լավ։ Այսքանը։ Պարոն Մարտիրոսյան, ՍԴ-ն օրենսդիր չի։ ՍԴ-ն կարող է առաջարկել ահա այսպիսի X կամ Y քայլեր, այդ քայլերն էլ սահմանադրական օրենքների կամ հենց սահմանադրության տիրույթում են, որում այդ փոփոխություններն անելու համար անհրաժեշտ է կամ անհրաժեշտ կլինի 2/3, որն էլ չկա։ Հիմա ինչ անենք։ Ոնց կատարենք Սահմանադրական դատարանի որոշումը դեպքում կամ Սահմանադրական դատարանի որոշման մեջ ներառված առաջարկությունը։ Տեսեք, ես չեմ պատկերացնում այնպիսի ժողովրդավար իշխանություն, իսկ եթե չեմ սխալվում, այսօրվա իշխանությունը իրեն հռչակել է ժողովրդավար։ Դե այո։ Ես չեմ պատկերացնում այնպիսի ժողովրդավար իշխանություն, որը չկատարի Սահմանադրական դատարանի ռեկոմենդացիաները ապահովելու համար ժողովրդավարությունը։ Ընդ որում, այդ ժողովրդավարությունը Սահմանադրության պահանջ է։ Հետևաբար, եթե կառավարությունը դա չի իրագործում, ժողովուրդը, ով իշխանության միակ կրողն է Հայաստանի Հանրապետությունում, կարող է անել համապատասխան հետևություններ իշխանության գործողությունների վերաբերյալ։ Ես գրեթե վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ամրագրած պահանջները, որոնք որ պիտի կատարվեն, կառավարությունը ստիպված իրագործելու է։ Հակառակ դեպքում կառավարությունը ուղղակի դուրս է գալու ժողովրդավար իշխանության, իրավական պետության իշխանության տրամաբանությունից։ Այսքանը։ Ստիպված է լինելու կատարել, չի կարողանալու չկատարել։ Այլ կերպ ասած, ընդունվելու են համապատասխան օրենքներ, փոփոխություններ են կատարվելու ներկայիս օրենքների մեջ, լրացումներ են կատարվելու, ես դրանում գրեթե վստահ եմ։ Իսկ ֆիգուրանտներն էլ ովքեր sense perpendicular կանգնել են ճանապարհին կգնան կդատվեն, բայց մենք էլ հիմա ունենք դատական համակարգ, ըստ որի Գագիկ Ծառուկյանն անմեղ է, Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ձյունանուշիկ է եւ այլն, ո՞նց անենք։ Պարոն Մերաբյան, դրա համար ճիշտ օրենքներ է պետք ընդունել։ Այնպիսի օրենքներ, որոնք որ կստիպեն օրենքները իրագործողներին կատարել օրենքների պահանջները եւ վերահսկել այդ օրենքների իրագործումը։
տեղերում։ Տեսության մեջ այո, բայց Տեսության մեջ չէ, պրակտիկայում։ Ցանկացած օրենք, որքան էլ որ այն լավը լինի, այնքան ժամանակ անիմաստ եւ անօգուտ է լինելու, քանի դեռ այն չի իրականացվում։ Օրենքները վատը չեն լինում։ Օրենքները պետք է կիրառել։ վատ կիրառվում։ Այո, կամ էլ չեն կիրառվում։ Այսինքն, եթե ունենք քաղաքական կամք պետության մոտ, կառավարության մոտ, կատարել օրենքների պահանջները ամբողջությամբ եւ ողջ ծավալով, հետեւաբար այդ օրենքները աշխատելու են։ Հետևաբար օրենքների աշխատանքին խանգարող բոլոր, ինչպես դուք նշեցիք, ֆիգուրանտները մեկուսացվելու են եւ չեզոքացվելու են հենց այն պատճառով, որ խանգարում են օրենքների իրագործմանը։ Սա ես փորձեցի հնարավորինս կոռեկտ արտահայտվել, որտեղ հասկանում եք, ես ինքս փաստաբան լինելով, ճիշտ քաղաքական գործիչ լինելով նաև, բայց գործող փաստաբան լինելով պիտի պահեմ իրավական մասով այդքան։ Հիմա եկեք դուրս գանք իրավաբանական հարթությունից եւ մտնենք քաղաքական հարթություն, դուք նաև որպես քաղաքական գործիչ ակնհայտ է բացարձակապես, որ մենք տեսնում ենք, որ այս որոշ քաղաքական կամ մերձ քաղաքական կամ քաղաքականացված սուբյեկտներ վերածվել են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղակի բութ գործիքի եւ ըստ էության տորպեդահարում են մեր ողջ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգերը եւ ըստ էության իրենք այսօր ստանձնել են այդ ֆունկցիան մեր պետության հակառակորդների ձեռքում ամբողջությամբ սկսած խաղաղությունից, հարևանների հետ փոխկապակցվածությունից, վերջացած մեր գործընկերություններն այլ երկրների հետ եւ ըստ էության պահանջում են քայլեր, որոնք մեր երկիրը վերադարձնելու են Ռուսաստանի սապոգի տակ։ Մենք ի վերջո մեր օրենքները չեն պաշտպանում մեր քաղաքացուն դրանից ըստ էության Ռուսաստանից ներմուծված այս ժանտախտը, այնպես ինչպես COVID-ի համաճարակի ժամանակ վարակեց այսօր մեր քաղաքացիների շատերին։ Այո։ Նույնիսկ թվաբանություն կա, պետության պարտավորությունը չի կա դրանց քաղաքացիների։ Իհարկե պարտավորությունն է։ Այս անվտանգության այս սպառնալիքին adekvat արձագանքը պետության պարտքը չի։ Իհարկե պետության պարտքն է, բայց մի մոռացեք, որ պետության գործողությունները իրականացվում է կառավարության կողմից։ Այո։ Հետևաբար կառավարություն ուղիղ պարտավորությունն է ապահովել այդ ամենը։ Հիմա եկեք վերլուծենք ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել մի իրավիճակ, երբ որ ձեր նկարագրած ուժերը ես շատ մեծ կոռեկտություն եմ հիմա պահում, այլ բնորոշումներ չտալու էլի համար։ Ձեր եւ շատ մեծ վերապահումով եմ նրանց քաղաքական ուժեր համարում, որտեվ ըստ էության նրանց նպատակը քաղաքականություն իրականացնելը չի, նրանց նպատակը Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական իրավիճակը պայթեցնելը եւ ընդհանուր ստաբիլությունը վերացնել պետության ներսում։ Հիմա ով պիտի դրա դեմ պայքարի, պիտի պայքարի մի մարմին, Հայաստանի Հանրապետության, մի մարմին չէ, մի երևույթ պետություն կոչվածով։ Պետություն կոչվածը ունի երաժշտական իշխանական համակարգ։ Հիմա կառավարություն, ազգային ժողով, դրանք այն մարմիններ են, որոնց սիներգիան պիտի ապահովի նաև երրորդ իշխանության պատշաճ գործունեություն, դատական իշխանության։ Եթե այս երկուսի մեջ սիներգիա չկա, երրորդը չի իմանալու ոնց իրան պահի։ Դա ճիշտ բան չի, որովհետև դատական իշխանությունը ընդհանրապես օրենքների իրավական մասը ապահովողն է։ Հիմա մենք չունենք այսօր սիներգիա եւ ապագա այս նորընտիր ազգային ժողովի պայմաններում էլ չենք ունենալու սիներգիա, որովհետեւ այն քաղաքականությունը, որը որ պիտի ապահովի պետությունը,
պետական անկախությունը, ինքնիշխանությունը պահպանելու համար այդ մարմիններից մեկում չի կարող սիներգիա լինի, որտեղ այնտեղ նստած են մարդիկ, որոնք նպատակ են հետապնդում ուղիղ խանգարելու այդ ամենին։ Հետևաբար, որպեսզի դա չլիներ, կառավարությունը միջև ընտրությունները, ընդ որում օրենսդրական սահմանափակումները հաշվի առնելով, որ ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխությունները արգելվում է անել ընտրություններից որոշակի ժամանակ առաջ, հետևաբար այդ գործողությունները պիտի արվեն շատ ավելի վաղ, որոնք չեն արվել, եւ այս իրավիճակի ուղիղ պատասխանատուն ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Ներկայիս եւ որևիցե մեկի մեղադրել պետք չի, որտեղ եթե նպատակ կար բացառելու ընտրակաշառքները, նպատակ կար կոնկրետ պատշաճ ընտրական process սկսելու, իրականացնելու եւ ավարտելու համար, որոնք որևէ կասկած չէին կարող առաջացնել, հետեւաբար պիտի այդ ընտրությունները ապահովվեին։ Իսկ դրանց ապահովողը կառավարություններ, ազգային ժողովներ, որտեղ այդ կառավարության քաղաքական ուժը ուներ բացարձակ մեծամասնություն, այդ թվում սահմանադրական։ Այսինքն ցանկացած օրենք, այդ թվում սահմանադրական օրենքի փոփոխություն, այդ թվում սահմանադրական փոփոխություն, ընդ որում հիշեք, մի անգամ արել է այս իշխանությունը այդպես բան։ Նպատակ հետապնդեց սահմանադրությունում փոփոխություն կատարելու եւ հասավ դրան կատարեց այդ փոփոխությունը։ Այսինքն ուներ բոլոր գործիքները ապահովելու համար այն ուղիղ հավասար ընթացքը, ստաբիլ ընթացքը պետությանը ընտրություններով առանց որևէ վայրի վերումների անցկացնելու համար։ Հիմա չի արել պետությունը դա։ Ով է պատասխանատու դրա համար։ Պատասխանատույա այսօրվա կառավարությունը, բայց դրա կրողը այդ իրական իշխանության կրողն է։ Այդ հետևանքները կրողը իշխանության կրողն է, ժողովուրդն է։ Հետևաբար ժողովուրդը ինքը պահանջ պիտի ներկայացնի իր կառավարության առջև, որ ես քեզ ընտրել եմ, ապահովես իմ ինքնիշխանությունը, ազատ արդար ընտրությունները դու չես ապահովել։ Չես ապահովել ազատ արդար ընտրությունները այն մասով, որ թույլ ես տվել այդ ընտրակաշառքները։ Եթե դու ապահոված լինեիր ժամանակին համապատասխան իրավական process-ներով, օրենսդրական փոփոխություններով ապահովեիր դաշտը, այս չէր լինելու այս իրավիճակը։ Հետևաբար բոլոր հարցերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ես մեծ հույս ունեմ, իսկ իրականում վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ այդ դրա մասին իրավաբանական լեզվով նշելու է եւ պարտավորեցնելու է կառավարությանը, որպեսզի կատարի այն, ինչ որ չի կատարել մինչև հիմա։ Մոլդովայի օրինակը շատ լավ օրինակ է, բայց այդ օրինակը իրագործելու համար Հայաստանի Հանրապետությունում համապատասխան պետական մարմինները համապատասխան լիազորություններ պիտի ունենան։ Իսկ ով էր խանգարում, որ այդ լիազորությունները տրվեին ժամանակին, որպեսզի այսօր էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան չարթարանար, թե մենք նման լիազորություններ չունենք եւ մեր օրենսդրական իրավական եւ Մոլդովայի իրավական դաշտերը լրիվ տարբեր են իրարից։ Այո, տարբեր են։ Բայց կարելի է տեղայնացնել, իմպլեմենտացնել Հայաստանի Հանրապետության իրավական դաշտը մոտարկել այն բոլոր գործիքակազմին, որոնք որ եղել են մոլդովական ընտրությունների ժամանակ։ Չէ կարել, ումից եք նեղանում։ Գիտեմ, 3-4 տարի առաջ էր, մենք գոնե ասում էինք 21 թվականից հետո, այո, ուղիղ 5 տարի, այո, 21 թվականից հետո այսօրվա գնացեք ուսումնասիրեք փորձը եւ այդ գործիքներով օժտեք համապատասխան մարմին։ Ամբողջ քաղաքական գործիքակազմը ուներ ու ոչ մեկ իրենց չէր կարողանալու խանգարել։ Այն նպատակը ինչ որ դրել է այս իր քաղաքական ուժը, իշխող քաղաքական ուժը միշտ հասել է դրան, որովհետև ինչու, որովհետև ունեցել է սահմանադրական մեծամասնություն։ Ցանկացած տեսակի օրենքի փոփոխություն, եթե ցանկացել է, իրականացրել է։ Հետևաբար մի եզրահանգման են գալիս։ Այսօրվա իշխանությունը քաղաքական չի ցանկացել դա։ Թե չի կարողացել։ Ոչ, չի ցանկացել, պարոն Մերաբյան, որովհետև եթե ցանկանար, ուներ այդ գործիքակազմը եւ կաներ 5 տարվա մեջ։ Եթե չի արել, ուրեմն չի ցանկացել։ Հետևաբար պիտի մտածենք ինչու չի ցանկացել։ Որովհետև հեշտ է պայքարել
այն քաղաքական ուժերի դեմ, ում դու մեղադրում ես օտար գործակալության մեջ, ում դու մեղադրում ես եւ իրականում այդ մեղադրանքները շատ մոտ են իրականությանը։ Թալանչի, մաֆիոզ, մարդասպան, այո, շատ հեշտ է ասել դու գող ես, թալանչի ես, դրանով քաղաքական ամբողջ դիսկուրսը ավարտել։ Բայց երբ որ գալիս է այլ քաղաքական ուժ, որոնք թաթախված չեն դրանց մեջ, եւ դրա մասին չեն էլ եւ դրանց ճտերն ու պոչերը չեն։ Չէ, ու չեն էլ ուզում խոսել դրա մասին, որովհետեւ ասում են մի բան ընդհանրապես, դրանց տեղը բանտն է, եթե այդ ամենը Ընդունում եմ, եթե բանտն է ինչու բանտում չեն, դուք 8 տարի իշխանության մեջ եք, որից 5 տարին դուք հնարավորություն եք ունեցել։ Եթե միջև 21 թվականը կարող եք պատճառաբանել պատերազմով, կոവിഡ്ով եւ այլն, 21 թվականից հետո բավականին լուրջ ժամանակահատված է եղել, որպեսզի այսօրվա քաղաքական իշխանությունը ապահովի պատշաճ ընտրական process, չի ապահովել։ Որովհետև եթե թույլ են տրվել ընտրակաշարքի դեպքեր, այն էլ այդ ծավալով, որոնք որ արձանագրվել են, գրեթե մոտ 500։ Դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է։ Այո։ Դա էլ դեռ բացահայտված։ Այն որում ես նյութերը կարդում էի, շատ հատկանշական է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նամակը արդարադատության նախարարին, որտեղ մի դեպքով ընդամենը նկարագրվում է, որ մենակ մի հոգի 100 հոգու կաշառել է։ Այո։ Մենակ մի հոգի, պատկերացնում եք, դե հիմա ծավալը պատկերացրեք։ Ցանկացել եք, եղել է, ումից եք նեղանում։ Եթե չէիք ցանկանում, որ նման դեպք լիներ, պիտի բացառեիք դա։ Դուք ունեիք բոլոր գործիքները։ Ինչի եք ցանկացել, որտեղ ձեզ այսպես քաղաքականապես հեշտ է պահել իշխանությունը։ Եթե դրանք չկան, գալիս են նոր ուժեր, ձեզ ավելի դժվար է լինելու այդ ուժերի հետ քաղաքական դիսկուրս վարել, որտեղ դուք ստիպված եք լինելու խոսել տնտեսությունից, սոցիալական իրավիճակից, պաշտպանական իրավիճակից, արտաքին քաղաքականությունից, այսինքն մտնել կոնստրուկտիվ դաշտ քաղաքական քննարկումների։ Ձեզ դա ձեռնտու չի, որովհետև այդտեղ ձեր թերությունները երևալու են։ Ձեր թերությունները կոծկում եւ քողարկում եք այն դեպքում, երբ որ կան մարդի ուժեր, ում կարելի է մեղադրել թալանչիության, գողության, պետությունը վաճառելու, օտար գործակալության եւ այլն։ Շատ ավելի հեշտ է։ Դրա համար էլ չի լինում այդ ամեն ինչը։ Բայց կարծում եմ այս ընտրությունները վերջն էր։ Եվ սրանից հետո ստիպված է լինելու այսօրվա քաղաքական իշխանությունը կատարել համապատասխան փոփոխություններ, թե իր քաղաքականությունում, թե իրավական ապահովությունն ապահովելու համար, օրենսդրական բանը ապահովելու համար, որպեսզի չկրկնվի, որտեղ երկրորդ դեպքը չի ներվելու։ Լիմիտը վերջացել։ Այո, չի ներվելու, արդեն չի ներվելու այս իշխանությանը։ Շնորհակալ եմ, պարոն Ես եմ շնորհակալ։ Ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ ՍԴ-ն հրապարակի որոշումը եւ մի հատ էլ կարդանք կհասկանանք եւ կշարունակենք այս խոսակցությունը։ Շնորհակալ եմ, ամենայն բարիք։ Ամենք զրուցեցինք մեր գործընկեր, իրավաբան, փաստաբան, հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցությունը սահմանադրական դատարանում ներկայացրած Վահագն Մարտիրոսյանի հետ քննարկեցինք մի շարք հարցեր կապված սահմանադրական դատարանի ընդունված որոշման եւ սահմանադրական արդարադատության հետ կապված, ինչպես նաեւ մեր օրենսդրական աշխատանքի բացերից։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։